Դու գրնաս ունենալ ամենաճիշտ վարդապետությունը, դու գրնաս կատարել ամենաբարի գործերը, դու գրնաս նույնիսկ դոգալ հալածանքներու դիմաց եւ այլն, բայց եթե գործընծուցած ես առաջին սերդ, Աստծո աչքին դու դադարգես։ Այսօր մեր եկեղեցիները լեցուն են գործունեությամբ, բայց բարբված են հուրեն։ Մենք դարձած ենք գրոնական մեքենաներ, որոնք գիտեն ինչպես աղոթել, ինչպես երգել, բայց այլևս չեն գիտեր ինչպես սիրել իրենց բրգիչը։ Լսե այս ահազանգը, եթե չապաշխարես, դերը պիտի գա եւ քու ջրակներդ պիտի շարժե իր դեղեն։ Ասիկա ոչ թե խորուրդ է, այլ վերջնակիր ուղված այն հոգին, որ գարդե թե գրնա խապել ամենագարին իր ցևական հավատքով։ Պատրաստ ես լսելու Եփեսոսին ուղված նամակը, որ իրականության մեջ գրված է քեզի համար այսօր։ Սիրելիներ, այսօր մենք կփանանք հայտնության գրքի երկրորդ գլուխը, որ դերը կսկսի իր պատգամը ուղղել 7 եկեղեցիներուն։ Առաջինը Եփեսոսն է, եկեղեցին, որ ուներ ամեն ինչ, բայց չուներ ամենակարևորը։ Եփեսոսի եկեղեցին օրինակելի էր, անոնք չէին հանդուրժեր չարությունը, անոնք կգնեին գեղձ առաքյալները, որոնք կդոգային նեղություններու մեջ, սակայն հավիտենական թադավորին աչքերը, որոնք գրագի փոցի նման են, դեսան այն, ինչ որ մարդկային աչքը չեր դեսներ, բայց կսե քեզի թեմ հագարագություն ունիմ, որովհետև քու առաջին սերը թողուցիր։ Այսօրվա աշխարհի մեջ մենք կտեսնենք նույն այս եփեսյան քրիստոնեությունը։ Մենք ունենք բարավոր շենքեր, մենք ունենք հզոր լրատվամիջոցներ, մենք ունենք աստվածաբանական բարձրագույն գիտելիքներ, բայց մեր սրտերը բաղած են։ Մենք սորված ենք խոսել Աստծո մասին, բայց ստատրած ենք Աստուծո հետ խոսել։ Մեր հավատքը վերածված է սովորության, մեր բաշտամունքը բեմադրության։ Մենք կգարձենք, թե եթե մեր թուղթերը մաքուր են եւ մեր վարդապետությունը ճիշտ, Աստված կող պիտի լա մեզ մե։ Սակայն Հիսուս կհայտարարե, որ առանց սիրո մենք մեռած ենք։ Քալիք պատուհասներու եւ հալածանքներու ժամանակ ձեր գիտելիքները ցես պիտի չպրգեն, ձեր ցևական բարեբաշտությունը պիտի բշրվի եւ ձեր գեղձ եպիսկոպոսական դիտխոսները պիտի հուրի մեջ վարին։ Միայն այն հոգին պիտի դիմանա, որուն սիրտը կփապախե Քրիստոսի համար։ Հիսուսին զգուշացումը սարսափաստու է, եթե չապաշխարես պիտի կամ քեզի եւ քու ջրակներդ իրենց դեղեն պիտի շարժեմ, այսինքն աշտանակներդ։ Ինչ կնշանակե աշտանակ շարժիլը։ Ասիկա կնշանակե Աստծո ներկայության հերացումը։ Եկեղեցին կգրնա շարունակել իր դիսագադարությունները, հավատացյալը կգրնա շարունակել իր կրոնական կյանքը, բայց եթե ջկնարանը շարժված է, կամ ջրակարանը, կամ աշտանակը, հոն այլևս լույս չկա, հոն Աստված չկա։ Մենք այսօր կտեսնենք բազմաթիվ եկեղեցիներ եւ անհատներ, որոնք գտվին կենտանի, բայց հոգեվորապես դիակներ են, որովհետև դերը լքած է զանոնք իրենց սառնության պատճառով։ Այսօրվա պատուհասները, որոնք կհարվածեն աշխարհը, նաև նպատակ ունին ստապեցնելու մեզ, որբեսի տեսնենք մեր թադարգությունը։ Ատմության գոչը կսկսի հիշեցնելով. հիշե ուրգե ինգար, հիշե այն օրերը, երբ քո հավատքը թուր էր, երբ դու պատրաստ էիր ամեն ինչ զոհելու Տիրոջ համար։ Այսօր դու դարձած ես հարմարվող, դարձած ես աշխարհիկ, դու սկսած ես բանակցիլ մեղքին հետ։ Մարգարեական ցայնը քեզ գսե վերադարձիր։ Աշխարհը կգլորվի դեպի իր գործանումը, բادرազմները կսաստկանան, սովը կմոտենա, իսկ դու դակավին կքնանաս քո հանգիստիդ մեջ։ Եփեսոսի նման դու ադեցիր նիկողացիներու կորձերը, այսինքն դու կմերժես բացահայտ մեղքը, բայց ներսը դադարգություն է, Աստված չի բավարարվիր քու արդակին մաքրությամբ անգբահանչե քու սիրտը։ Մենք պետք է հասկանանք, որ գալիք փորձություններու դիմաց միայն սերը պիտի հաղթե։ Երբ նեղությունը կա, երբ աշխարհը բարդատրե իր գնիկը,
միայն անոնք, որոնք կապված են Տեր Հիսուսին առաջին սիրո հուրով, պիտի կարենան ըսել ոչ։ Մնացյալը պիտի փնտրեն ճամփաներ հարմարելու, որբեսի փրկեն իրենց կյանքը կամ իրենց հանգիստը։ Եփեսոսի եկեղեցու դրված խոստումը հաղթողներու համար է։ Գսե հաղթողին պիտի դամ ուտելու գենատ ծարեն։ Գենատ ծառը Աստծո դրախտի մեջ է։ Մենք կանչված ենք ըլլալու հաղթողներ այսօրվա անդարբերության թեմ։ Հաղթողը ան չէ, որ միայն գիտե ճշմարտությունը, այլ ան, որ գաբրի այդ ճշմարտությամբ սիրո մեջ։ Այսօր, այս բահուն, Տերը կգանքնի քու ճրակներուդ առջև։ Անոր ցերկը արդեն բռնած է զայն շարժելու համար։ Մի թողուր, որ քու լույսդ մարի։ Աբաշխարե քու կավությանդ կամ քու բաղությանդ համար, աբաշխարե քու ցևականությանդ համար։ Վերադարձիր այն բարձ ու մաքուր սիրույն, որ ունեիր սկիզբը։ Աշխարհի բադուհասները մեզ կշրջապատեն, բայց Աստծո զավակի համար ամենամեծ բադուհասը Աստուծո սերը գործընծնելն է։ Թող մեր եկեղեցիները այլևս չլան սառնարաններ, այլ դառնան հնոցներ, որ Սուրբ Հոգին գրագը գլուսավորե այս խավարտ տարը։ Լսե, ինչ որ Հոգին գսե։ Վերադարձիր քու առաջուն սիրույթ, քանի դեռ քու աշտանակներդ իրենց դեղն են։ Ամեն։